Եվ նաև մեզ է մեղադրում։ Բան չասի։ Ինչի համար, որտեղ մենք աչք ենք փակել պոպուլիզմի վրա, պոպուլիզմը գործողության մեջ արդեն այս բռնությունն է, որ երկրում կատարվում, աչք փակեցինք այն հայտարարության վրա, որ եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը չի ունենա վարչապետ։ Աչք փակեցինք այդ падգամավորներին տերորի ենթարկելու գործողության վրա։ Աչք փակեցինք դատարանները շրջափակելու այդ հանցագործության վրա։ Հետո աչք փակեցինք այդ Հրայր Թոմասյանի հետ այդ նուպագածի խաղի վրա։ Հետո երբ որ հասկացան, որ սահմանադրական հանրակրվետ չեն կարող անել, այդ այո ոչը հիշում եք։ Սկսվեց կոവിഡը, կոവിഡը, ինչ որ անթույլատրելի ձևով հարցը տարան ազգային ժողովով սահմանադրական փոփոխություններ արեցին։ Այդ ժամանակ կոവിഡը սկսեց, ոչի շտաբը բան եղավ, հետո եկավ այդ Քոչարյանի ստորագրության թեման, բայց ճիշտ է հետաքրքիր, որ իր դրած դատավորներով Քոչարյանը արդարացվեց, բայց մեկ այդ ճնշումները դատարանների նկատմամբ եղան, մինչև Հրայր Թոմասյանը ուրիշ գործով դատվեց նոր։ Այս ամեն ինչը շարունակական ծին մեջ սերիալնակիցներ մենք ինչ ենք քննարկում այսօր։ Մեծ հաշվով այսօրվա քննարկումն այն մասին է, թե վերջին 7 տարվա մեջ ինչ խախտումներ են եղել, որի մի մասը չենք հասկացել այդ պահին, անկեղծ ենք։ Մի մասին չհասկանալով կարող աջակցել ենք, մի մասին մկարպից օրինակներ բերեց, մի մասի նկատմամբ կարող տարբեր ենք եղել, մտածել ենք դեսա sense պետք է արվի, բայց ինչ որ մասից սկսած գոնե սկսել ենք հասկանալ, գիտակցել, հետ նայելով, հիմա նաև հետ նայելով հիմա մենք դրանք նաև փաստա վավերագրական ձևով, հա, մենք վավերացնում ենք, ցույց ենք տալիս սրանք, որ չէ, ոնց որ թե սա ինչ որ մի հատ մեծ շղթա է, չէ, սա հատային բան չի, որ լավ դե ասենք ինչ որ էմոցիոնալ պահա դե լայվ արեք գնացվեն դատարանները շրջապատել, էմոցիա, բա։ Նիկոլ Փաշինյանը չէ, ախպեր։ Вообще որ այդտենց չի։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ոնց դառավ վարչապետ, ինչի համար մարդիկ ինչ էին ակնկալում, չէին ակնկալում, որ գա Ղարաբաղը հանձնի, ճանաչի Ադրբեջանի կազմում, Հոյանես չէին ակնկալում, որ գա, չգիտեմ, պայքարի Արարատ լեռան դեմ իրական Հայաստան կերտի։ Իրանից ակնկալվում էր, որ ինքը պետքա գա եւ ստեղծի իրավական պետություն, որտեղ օրենքները կգործվեն, որտեղ ռեֆորմներ կլինեն սոցիալական ոլորտում, ի վերջո այդ սոցիալական անարդարություն կոչված չարիքը կմեղմվի,